Լևոն Մկրտչյանի և Էվելինա Ստեփանյանի հարսանիքը գերազանցեց բոլոր սպասումները՝ շքեղարարողություն, որին ներկա էին ոչ միայն մշակութային ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, այլև քաղաքական վերնախավի կարևոր դեմքեր: Այն արժանացավ հանրության լայն ուշադրությանը: Ամենաշատ քննարկումները վերաբերեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների ներկայությունը հարսանիքին, ինչն էլ բուռն շահարկումների պատճառ դարձավ: Հարսանյաց հանդիսության ընթացքում հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից պարզ դարձավ, որ Փաշինյանի ողջ ընտանիքը ներկա է հարսանեկան արարողությանը: Հրաչյա Հակոբյանն, ով Աննա Հակոբյանի եղբայրն է, հրապարակել էր տեսանյութեր ու լուսանկարներ ինստագրամի իր էջում, որտեղից պարզ էր դառնում, որ նա իր քրոջ դստեր Մարիամ Փաշինյանի հետ լավ ժամանակ է անցկացնում: Նրանք ամբողջ ընթացքում միասին պարում ու ուրախանում էին: Հասարակության ուշադրությունն առավել սրվեց, երբ բացահայտվեց, որ Լևոն Մկրտչյանի քույրն ամուսնացած է քաղաքացիական պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ: Այս տեղեկությունը սոցցանցերում գրեթե անմիջապես սկսեց բուռն քննարկումներ առաջացնել: Արդյոք իրականում Հակոբյաններն ազգակցական կապ ունեն Աննա Հակոբյանի և ընդհանրապես Փաշինյանի ընտանիքի հետ: Հիշեցնենք, որ դրանից առաջ Էդգար Հակոբյանը լրագրողների հետ զրույցում կտրականապես հերքել էր նման կապերի գոյությունը, ասելով, որ վերջին օրերին բազմաթիվ շահարկումներ են գնում դրա հետ կապված ու դա սուտ է: Իմ ազգանունը Հակոբյան է և դա չի նշանակում, որ մենք բարեկամներ ենք: Սակայն հարսանիքի ընթացքում տեղի ունեցածը հակառակն էր վկայում: Աննա Հակոբյանի ընտանիքի անդամների ջերմ ներկայությունը, Մարիամ Փաշինյանի և Աշոտ Փաշինյանի ակտիվ մասնակցությունն ու ամենակարևորը՝ ներքին շփման տեսարաններն արդեն չեն թողնում կասկածի տեղ: Հարսանեկան սրահում կադրեր են հայտնվել նաև, որտեղ Աննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորում է նորապսակներին, իսկ վարչապետի ընտանիքին մերձ կանգնած հյուրերը շատ հստակ ընդգծում են այս միությունն իրենց համար նույնպես առանձնահատուկ կարևորություն ունի: Այս ամենը հասարակության մեջ տարատեսակ կարծիքների տեղիք տվեց: Մի մասը խոսում է քաղաքական կապերի հնարավոր ազդեցության մասին Լևոն Մկրտչյանի կարիերայի, հայտնիության և հանրային ներկայության վրա, իսկ մյուսները պնդում են սա պարզապես սիրո պատմություն է, որը բերում է նաև նոր կապեր: Բայց ինչ էլ լինի, ակնհայտ է՝ այս հարսանիքը վաղուց դուրս է եկել միայն մշակույթի կամ շոու բիզնեսի շրջանակներից: Այն դարձել է հետաքրքրության նոր կենտրոն, որտեղ խառնվում են արվեստն ու քաղաքականությունը, ընտանիքն ու պետական պաշտոնները, սերը և հանրային շահը: Իսկ Լևոն Մկրտչյանն ու Էվելինան, ինչպես նաև նրանց մտերիմ շրջապատը վաղուց հայտնվել են մեծ ուշադրության կենտրոնում ոչ միայն իրենց հմայքով, այլև բարդ ու չհերկվող կապերով: Այսօր սիրված դերասան Լևոն Մկրտչյանի հարսանեկան արարողությունն է: Նա ամուսնանում է իր սիրելի Էվելինա Ստեփանյանի հետ: Հարսանիքին ներկա են բազմաթիվ հայտնի հյուրեր: Լևոն Մկրտչյանի ընտանիքը ոչ միայն արվեստի, այլև հասարակական կյանքի ոլորտում է ակտիվ: Նրա քույրը ամուսնացած է Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ, ով ներկայացնում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը: Էդգար Հակոբյանը հայտնի է իր քաղաքական գործունեությամբ և ակտիվ մասնակցությամբ հասարակական նախաձեռնություններին: Նրա և Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսնությունը միավորում է մշակութային և քաղաքական ոլորտները, ինչը հաճախ է ուշադրություն գրավում հանրության կողմից: Նրանց ընտանիքը համարվում է օրինակելի՝ համատեղելով արվեստը և քաղաքականությունը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է նրանց ընտանիքի կապը հանրային կյանքի տարբեր ոլորտների հետ: Նշենք, որ Լևոն Մկրտչյանն ու իր սիրելին մի քանի շաբաթ առաջ պատմել էին իրենց սիրային հարաբերությունների մասին, նշելով, որ ընդամենը օրեր անց տեղի կունենա նրանց հարսանեկան արարողությունը: Աղջկա և տղայի կազմած ընտանիքին ոչինչ չպետք է խանգարի: Օրինակ, ես պետք է նկատեմ, որ փոշի կա ու ասեմ Էվկա, ինչու չես մաքրել, եթե մայրս ասի կոնֆլիկտ կլինի, ասել էր Լևոն Մկրտչյանը: Սկեսուրոս ռուս է, նա բացառիկ մարդ է: Մենք ընկերներ ենք, թե իմ, թե Լևոնի ընտանիքն ասացին դուք առանձին ապրեք, մենք բոլոր հարցերով ձեր կողքին ենք: Այդ առումով շատ բախտավոր ենք: Ես սիրում եմ մեծ ընտանիք, սիրով կապրեի մեծ ընտանիքում, բայց Լևոնի մաման առաջիններից էր, որ ասաց պետք է առանձին ապրենք: Ամալիա Հովհաննիսյանի հետ հարցազրույցում ասել էր Լևոն Մկրտչյանի սիրելին Էվելինան: Էվկային չեն թողնում կարդա մեկնաբանությունները:
Ինքս չեմ կենտրոնանում դրանց վրա, իսկ ես թե հիմա նայեմ ու կենտրոնանամ դրանց վրա, առաջ չեմ գնա, դա մարդկանց սուբյեկտիվ կարծիքն է: Հասկանում եմ, որ Լևոնը հմայիչ է և շատ աղջիկների համար իդեալ, ասել էր Լևոն Մկրտչյանը: Շատերն իրենց պատկերացնում էին հենց Լևոնի կողքին ու հանկարծ գալիս է Էվկան, տարօրինակ, չինացու աչքերով և իրենց համար արտասովոր արտաքինով աղջիկ: Քանի որ ես իրենց համոզմունքներին դեմ էի, դա շարժեց իրենց զայրույթը: Պնդում են, որ նրանք պետք է ինձ հետ լինեն երջանիկ, ոչ թե ես նրանց հետ դժբախտ: Խնդրում եմ, որ մարդիկ վերացնեն իրենց ներսի նախանձը, որպեսզի այն չզարգանա: Թվում է 25 տարեկան նոր ամուսնացող աղջկա համար պիտի շատ ծանր ու ցավալի լինի, երբ դիպչում են ինքնավստահությանը, բայց պետք է գիտակցես թերություններդ ու առավելություններդ: Պետք է չվախենաս բարձրաձայնել թերություններդ, աշխատես դրանց վրա, իսկ առավելություններդ դրոշակ չդարձնես ու բոլորին չցուցադրես: